Զորամասերում նրանք միշտ սպասված հյուրեր են, լինեն աշակերտներ, ուսանողներ, մշակույթի ոլորտի կամ թե հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մենք քո կողքին ենք զինվոր խորագիրը գրող այս հանդիպման նպատակը նույնպես բանակ հասարակություն կապի ամրապնդմանն է ուղղված։ Հասարակությունը բանակի հետ դարձել է մի ամբողջականություն, զինվորը դարձել է հասարակության համաժողովրդական պաշտամունք, նման միջոցառումները խթան են հանդիսանում բանակ հասարակության կապի ամրապնդման։ Մենք մեր ազգի զինվորներն ենք, մենք մեր բանակը աշխարհում յուրովի է, քանի որ մենք ազգովի ենք բանակ։ Միջոցառման հեղինակները ներկայացել են զինվորականությանը ևս մեկ անգամ քաջալերելով եւ հավաստիացնելով, որ ուժեղ ենք միասին, իսկ հայրենիքի մերօրյա պաշտպաններին ուղղված նրանց մաղթանքն է, որ 2016-ը խաղաղության եւ փոխըմբռնման տարի լինի։ Եվ դրա երաշխիքը միայն ու միայն մեր զինծառայողների բազկի հզորությունն է, այդ իսկ պատճառով էլ մենք մեր զինծառայողներին մաղթում ենք, որպեսզի միշտ հզոր լինեն, որպեսզի մեր խաղաղությունը ապահովեն։ Հասարակական կազմակերպությունների պատասխանատուները նման ձևաչափով հանդիպումներ են նախատեսել պաշտպանության բանակի բոլոր զորամասերում։ Ասում են, այս կերպ փորձում ենք մեր հոգու պարտքն ու երախտագիտությունը հայտնել խաղաղության պահապաններին։ Տիկին Վերայի համար սա նաև մի առիթ է զինվորի հետ շփվել մոտիկից, նրանց հաղորդել մայրական խորհուրդներն ու պատգամները։ Ինչ որտեղ մեր սիրտն էլ է մի քիչ թեթևանում, որովհետև մեր տղաների արածն ու թողածը այսօր համարում ենք, որ չի կորած, որովհետև զինվորները նորից շարունակում են մեր հաղթանակը, մեր այս գեղեցիկ հայրենիքի անդորը պահպանել խաղաղ, որոնց հետ նաև մենք ենք մեզ զինվոր համարում։ Շարլ Ազնավուրի անունը կրող մշակույթի կենտրոնի սաները պարբերաբար են լինում զորամասերում, իսկ ամանորի տոների շրջանակներում նրանց հանդիպումները զինվորների հետ ավելի հաճախակի են դառնում, վստահեցնում են, նման նախաձեռնությունների մեծ խանդավառությամբ են արձագանքում։ Ամենասիրված հանդիսատեսներն այս փոքրիկների համար հայրենիքի պաշտպաններն են։ Զորամասում կազմակերպած համերգային ծրագրից բացի հաճելի անակնկալներ էր սպասում նաև առաջնագծում կանգնած մեր տղաներին։ Մենք նվերներ ենք պատրաստել անհայտ կորած ազատամարտիկների միության, զոհված ազատամարտիկների միության հետ միասին տանելու ուրեմն առաջնագիծ մեր հոգու խոսքը ասելու, ինչպես ասում են, այնտեղից ուժ առնելու եւ որպես վկա ուրեմն իլուր աշխարհին հայտարարելու, որ մենք կանք, պինդ ենք, միասնական ենք ու անկոտրում ենք։ Գենադի Երեմյան, Աշոտ Գասպարյան, օր